այս կեղծ խաղաղության օրակարգը, որ բերվել է եւ այսօր խոսում է դրա մասին, լրջագույն վտանգներ է սպառնում մեր ազգային անվտանգության ինստիտուտների նկատմամբ։ Ես խոսում եմ էներգետիկ համակարգի մասին, որովհետև այսօր արդեն ասեկոսներ կան, որ թուրքական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են այսպես վարվում կամ նախնական բանակցություններ, առայն որ հետագայում հեծը ձեռք բերվի։ Այստեղ նաև կարևոր է խոսել նաև ներքաղաքական կամ ներպետական նպատակների մասին, քանի որ չմոռանանք, որ տարբեր տեսակի ասեկոսներ կան, որ հեծի շուրջ այս ստեղծված գործընթացը նպատակ է հետապնդում քաղաքական շանտաժի կամ առևտրի, որ մենք ուրեմն հեծին ձեռ չտանք, բայց դուք էլ քաղաքականությամբ մի զբաղվեք, սակայն այս 5 ամսվա ընթացքում, երբ Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ, ըստ էության ԱԱԾ-ի մեկուսարանում, դա լավագույն ապացույցն է, որ որևիցե փոփոխություն, որևիցե դավաճանություն, որևիցե նահանջ իր սկզբունքների, իր արտահայտած նպատակների եւ մտքերի տեղի չի ունենալու։ Մենք կարող ենք ենթադրել, որ սա նախընտրական նպատակներ է հետապնդում, չէ՞ որ Հայաստանի էլեկտրական ցանցերը խոշորագույն գործատուն է, այնտեղ աշխատում է, չգիտեմ, 7000-ից ավել մարդ։ Եվ այս վերջին շրջանում մենք տեսնում ենք անթաքույց, որ հեծը փորձում են վերածեն ՔՊ-ի մի մասնաճյուղի։ 5 ամիս կալանքի տակ պահել մարդուն այս կարճ արտահայտության, այս կարճ ինտերվյուի համար, գործը չփոխանցել դատարան, դեռ նախաքննության փուլում է, ուղղակի աբսուրդային է, հասկանում եք։ Այս իրադարձությունները մեծ հաշվով որևիցե փոփոխություն մեր նպատակների, մեր գործընթացների, շարժման հետագա ուրեմն ճակատագրի վրա ըստ էության ազդեցություն չեն թողնում, հակառակը մեծ ավելի եռանդով են գործելու, որպեսզի այս արատավոր երևույթները չկրկնվեն։